Ողբերգական դեպք է տեղի ունեցել անցած գիշեր Երևան քաղաքում Դավթաշենից դեպի Աշտարակի խճուղի գնալու ճանապարհին ամբողջությամբ 4 կեղևազրկված բարդին քամուց ընկել է փողոց ու մոպեդավարը հարվածել է ծառին, հենց գլխին ընկել ավելի ճիշտ ու տեղում մահացել է։ Նյութը առաջինը տեղադրում է Գագիկ Շամշյանը եւ գրում, որ ողբերգական դեպք է տեղի ունեցած հենց սենց, որից հետո ընդամենը կես ժամ, չգիտեմ, մի ժամ հետո Գագիկ Շամշյանը հայտնվում է տեղում եւ սկսում է արդարացնել Երևանի քաղաքապետարանի կանաչապատում հիմնարկին, որ իբր կանաչապատում հիմնարկը մի քանի անգամ փորձել է կտրել այդ 4 ծառը եւ էկոակտիվիստները պայքարել են դրա դեմ եւ չեն թողել։ Բեգոյանի հիմնարկի աշխատակիցները մի քանի անգամ փորձել են ծառը հեռացնել, ինչ որ քաղաքացիներ ընդվզել են, մեղադրել են Երևանի քաղաքապետարանին, թե ինչու եք եկել առողջ ծառը փորձում հեռացնել։ Հիմա այս մահվան մեջ պատասխանատու են նաև հենց այդ անձիկ, ովքեր չեն թույլատրել ժամանակին Երևանի քաղաքապետարանը, երբ ուզեցել է հեռացնել ծառը, եկել խոչընդոտել են նրանց աշխատանքից։ Սա էժանագին մանիպուլյացիա է, որի մասին մանրամասն ուզում եմ խոսեմ, որովհետև այդ ակտիվիստներից եմ համարում ես ինքս ինձ։ Ես այն մարդն եմ, ով տարբեր դեպքերում պայքարել եմ ծառերի հատման դեմ։ Եվ ես այն մարդն եմ, որ կարծում եմ ամենաշատ հայտն եմ բացել, որ անհրաժեշտ է կտրել 4 ծառերը։ Վերջինը կհիշեք Մասնիկյանի Պողոտայի կենթանաբանական այգու բարդին, որը ընկնելու վտանգի տակ էր եւ տարիներ շարունակ ես խնդրում էի 2 տարի հետո հասա արդյունքի, օրերս այդ ծառը քաղաքապետարանը գնացել կտրել է 2 տարի, ես համոզել եմ, որ գնան կտրեն այդ ծառը։ Նոր-նորքում իմ բացած հայտերով կտրվել են 10-ից ավել վտանգավոր ծառեր, այսինքն կանաչապատումը չի տեսել այդ ծառը, ես active citizen-ով հայտ եմ բացել, ասում եմ ընկերներ, այս 4 ծառը եկեք կտրեք։ Որևէ դեպք չի եղել, որին ես մասնակից եմ եղել կամ չգիտեմ, թեկուզ լուրերով տեսել եմ, որ ինչ որ մարդ ասում է, «Օ, այս 4 ծառը մի կտրեք»։ Դա ամենաէժանագին մանիպուլյացիան է։ Միայն անցած տարի ըստ պաշտոնական լուրերի, ես պնդում եմ, որ դրանք նվազեցված են։ Երևանի քաղաքապետարանը 1600 հատից ավել ծառ է կտրել կանաչապատում հիմնարկը։ Լսենք Բեգոյանին։ Երևան քաղաքում հատվել է 1673 4 ծառ, որի փայտանյութի ծավալը կազմել է 770 մետր խորանարդ։ Հիմա ստացվում է 1670 ծառը կտրել է, ոչ մի ակտիվիստ չի կարեցել դեմները առնի, հենց հետ մի հատ Դավթաշենի ծառը 2 անգամ մարդիկ sense դրուժբեքով գնացել են, որ կտրեն 4 ծառը առանց որևէ մի տերև, բոլորը հավաքվել են գլուխներին, ասել են, տենց բան չանեք, այս մի ծառը մենք պետք է փրկենք։ Որևէ դեպք չի եղել բացառությամբ Կասկադի դիմացի հատվածի ծառերից, որ ակտիվիստները կարողանան հասնեն արդյունքի ծառ կտրողների դեմ, որովհետև քաղաքապետարանը այդ ծրագիրը նենց փայլուն է իրականացնում։ Բոլոր ծառերը կտրել են հաշվի չառնելով որևէ դեպք։ Եվ կռիվ ա եղել, եւ քաշքշոց ա եղել, եւ գորգորոց ա եղել, ամեն ինչ տեսել եմ ես այդ ծառերի հատման process-ում, մասնակցել եմ, ուլնեցին, որ կտրում էին, նկարում էի, ասում էի՝ մի արեք կանաչա, բոլորը հատել են կանաչ ծառերը, Նայիրի հիվանդանոցի մոտը բոլորը կտրել են, Պարոնյանը հատել են, Սայաթ Նովան ամբողջությամբ հատել են, Մելիք Ադամյանը ամբողջությամբ հատել են, Ալեք Մանուկյանի աջ հատվածը համասարանի դիմացը ամբողջությամբ հատել են, այդ են դեպքերն են, որ մենք այնտեղ ենք եղել, ասել ենք պետք չի անել, որևէ դեպքում չեն լսել ու կանաչ ծառերը ծերից ծեր հատել են, բայց այդ մի ծառը փաստորեն, որը ամբողջությամբ չոր էր Դավթաշենում, չեն կարեցել հաղթեն չար ակտիվիստներին եւ ինչը դարձել է մահվան պատճառ։ Ու Շամշյանը ներկայացնում է, որ տեսեք, այս մոպեդավարի մահվան մեջ մեղավոր են ակտիվիստները, որովհետև չեն թողել, որ Բեգոյանը կտրի։ Գագիկ Շամշյան, դիմում եմ առանձնապես ձեզ, գիտեմ, որ Արմեն Բեգոյանի հետ մոտ եք, նույնիսկ ձեր կայքով պաշտոնական իր ծնունդն եք շնորհավորում, նենց բառեր եք ասում, որ մարդու աչքերն է լցվում կարդալուց, որ միթե այսքան ազնիվ ու արդար մարդ կարա լինի աշխարհի երեսին, բայց նաև գիտեմ, որ դուք լրագրող եք եւ պարտավոր եք ճիշտը ասել, եւ ճիշտը այն է, որ քաղաքապետարանը անցած տարի միայն պաշտոնական տվյալներով 1600 հատից ավել ծառ կտրել եւ չի եղել անցած տարի որևէ դեպք,
եւ երբ կարողացել են նույնիսկ կանաչ ծառերի, բացահայտ կանաչ ծառերի դեպքում որևէ ակտիվիստ կանգնի քաղաքապետարանի դեմ ու փրկի այդ ծառը։ Երևան քաղաքում հատվել է 1673 չոր ծառ։ Այս է ամբողջ ճշմարտությունը, ինքներդ արեք հետևություններ, թե ով է մեղավոր, որ ամբողջությամբ 4 ծառը տարիներով գեղեվազրկված ծառը, այսինքն դա մի քանի տարի այդտեղ կանգնած է։ Տարիներով այդտեղ կանգնած ընկնում է քամուց մոպեդավարի վրա, մի հատիկ կանաչ տերև չունեցող ծառը, էլի։ Ու մոպեդավարը մահանում է։ Դե արեք հետևություններ, ով է այդ մահվան մեղավորը։